նույն ձեռագիրն է ու բոլորն էլ ասում են իմաստ չունի, մեկը չես գտնելու։ Հմուտ գողերը նրբորեն հանել են մեքենայի դիմացի հատվածն ու հանգիստ հեռացել։ Րոպեների ընթացքում Վազգեն Այվազյանին $3000 վնաս պատճառելով։ Շոկային վիճակ էր մոտս ուղղակի, որ հարավության վեր կենաս ու տեսնես, էլ չես կարա տեղաշարժվես քաղաքով, նույն ձև ոնց որ տեղաշարժվել ես։ 2 տարի առաջ էր գնել մեքենան վարկով։ Վարկային պարտավորություններն ավարտել էր, թե չէ այս գողությունը կատարեցին։ Եթե սա լիներ տաքսի վարորդի ավտոմեքենա, ինքը առավոտյան բարձելու էր, որ մնացել է առանց ապրուստի միջոցի, ինքը իր վարկերը եւ վերջ, ու ոչ մեկ իրան ձեռք չէր մեկնելու։ Ու ոնց ես հասկացա, փոխհատուցում ոչ մի տեղից չի լինում։ Վազգենը հետաքրքրվել ու պարզել է, որ իրենց փողոցներից մեկում տեսախցիկ կա։ Վերցրել է այդ օրվա տեսագրություններն ու ասում է՝ ժամը 5-ին մոտ շարժ է նկատել։ Բացի այդ, ստուգել է մոտակայքում գտնվող սուպերմարկետի տեսագրություններն ու ասում է՝ մյուս 2 ուղղությամբ շարժ չկար։